Հալեպը հայերը հազանգում են 4 օր է, քաղաքը գտնվում է պաշարման մեջ։ Տեղում տպագրվող Գանձասար թերթի ֆեյսբուքյան էջում նշվում է, քաղաքը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, Խանասերը շարունակում է փակ մնալ։ Իշխանությունները հայտարարում են, թե կառավարական բանակն այս օրերին զբաղված է զինյալների կողմից ականապատված ճանապարհը մաքրելով։ Հալեպցիներն, այդ թվում եւ հայերը, շունչները պահած սպասում են ճանապարհի բացմանը։ Քանի որ քեշերը ահագին բայկեցուցիչներ ծրեր են ճամպայի երկու կողմերը։ Անոնց կմաքրեն, որ ահագին քեշ կրիբներու մեջ է, բայց քրեր են այսօր լուրեր են, որ վաղը պիտի կանան ճամպան։ Բավական մաքրեր են, բավական քեշեր են բրնդվեր են, բայց Բեյրութի ճամպան, Դամասկոսի, այդ ճամպան, որ Հալեպը ցույց կհանի, այդ ճամպան կոչը 3 օր է։ Ավելի քան 4 տարի շարունակվող պատերազմից քարուքանդ Հալեպում պաշարումից հետո ըստ տեղաբնակների ոչ ջուր կա, ոչ էլ էլեկտրաէներգիա, թե մեկը, թե մյուսը մատակարարող համակարգերը ըստ Սիրիահայի ընդդիմադիրների հսկողության տակ են։ Ոչ բարելանիք չի գա, գազը չի գա, պիտագազի, 5000 եղեր է ամեն մեկ տիպը, 4 օր է էլեկտրականություն հոսանք չէ եղած։ Չդա քանի որ գզարնեն որ եղեր, զարնված է եղեր պոստը, զարգեր են քեշերը։ Ասխերդենալ մինչև ետ երտան, մինչև բادرազմին, մինչև նես մտնեն այդ դայանը, որ բեք է շմբի, որ Հալեպ Կարաբադ էլեկտրականություն բիտա, ահագին դժվարություններ է գանցնին։ Սիրիահայի համայնքը դեռ հույսեր է կապում, որ Սիրիայում ռուսական զորքերի սկսած գործողություններից հետո իրավիճակը կկայունանա։ Մենք հույս կտանենք շոշափելի արդյունքներուն վրա, եւ կտեսնենք, որ հրթիռագործությունները նվազած են, եւ կտեսնենք խաղաղության դրվածքը ավելի մարմին արած է, մեզի համար այդ արդեն հուսացիչ է։ Երևակայ, այնինչ որ խոսվի, մանավանդ լրատվական կողմերեն դեներգացի այդ կամ այն կողմերի հաջողությունները մեծ հույս կներշնչեն հարաճիգա հանգրվանի, որովհետև այս բոլոր եղած ընթացքները մենք չենք տեսնել քաղաքի մեջ չեն, քաղաքեն դուրս են։ Մենք շոշափելի արդյունքները մեզ կհուսացեն եւ հետեւաբար բարելավող պայմաններ կդեսնենք, անշուշտ որ ժողովուրդը աբակայի նկատմամբ ավելի հուսացված կլինի։ Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված Հրայր Ակվիլյանը հեռվից հեռու հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին։ Կարծում է, որ հայկական համայնքը չեզոք դիրք պետք է գրավի։ Ոչ ոքի վրա մենք չենք կարող հույսեր կառուցել։ Այսինքն երազով չաբրինք, ավելի իրավաշ տլանք։ Արդեն 4-րդ տարին է, որ մենք Հալեպեն դուրս ենք, եթե լուծումը լա, շատ բարի, բոլորս ալ բացի ինձ մե, հավանաբար բոլորս ալ բարի եկակ, ետ կգնան Հալեպ, բայց չեմ կարծել, որ այդ լուծումը հիմա շատ մոտ ադենեն պիտի լա։ Սիրիական պատերազմի հետևանքով այժմ Հայաստանում բնակվում է ավելի քան 16000 սիրիահայ։